Տեսեք, դուք մի քանի այսպես ակցիաների մասնակցել եք, ձեր խոսքն եք ասել, նշել եք, որ կուսակցական չեք, որևէ ուժի չեք հարում, բայց դեմ եք անարդարությունների։ Այսօր կրկին նույն կարգախոսով եք տեսել։ Շատ լավ նկարագրեցիք, ու այսօր յուրահատուկ օր է, մի դատարանից մյուսն եմ արդեն գալիս, Բագրատ Սրբազանի 17 արդարների դատը ավարտվեց եւ անմիջապես շտապեցի այստեղ, չեմ պատկերացնում այլ կերպ, գիտեք, սա ոնց որ այսպես դասական, դասագրքային, քաղաքական բռնաճնշումների հետ մենք գործ ունենք։ Այն ինչ որ կատարվում է այսօր, ամեն առավոտյան արթնանում ենք, ուզում ենք հասկանալ, թե այլ ինչա նախապատրաստել այս իշխանությունը, հատկապես այս նախընտրական շրջանը, որը որ կարծես թե իրենք արդեն մտել են, եւ փաստը այն է, որ այս տեսակի բռնաճնշումները ավելի սաստկանալու են։ Ես կարծում եմ տղաները Նարեկը Սամսոնը բոլորովին այսպես անակնկալի չէին եկել, շատ պարզ երևում է, թե ինչ էր ծրագրել իշխանությունը այս կոնկրետ այս դեպքով, անընդունելի է ուղղակի։ Ես խորհուրդ կտամ, որ բոլորը ուշադրությամբ լսեն այսօր իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանի բազմաթիվ տեսագրությունները այս թեմայով, ուրեմն այս ձևով ուղղակի առավոտյան մտնել մարդկանց տուն ԱԱԾ-ի դիմակավորված հատուկ ծառայությունների ներկայացուցիչներով առավոտյան ժամը 7-ին մանկահասակ երեխաների մոտ այսպես ոչ համաչափ բռնի ձևով մարդուն բերման ենթարկել եւ ինչի համար, այսպես բոլորս ասում ենք, հիմա դարի հանցագործությունը կբացահայտվի, պարզվում է, որ սա խոսքի համար հերթական լրացնելու ինչ որ մի միջոցառում է եւ գաղտնիք չի, որ վերջին օրերին տղաները հատկապես տեսադաշտում են հայտնվել այս իշխանությունների երրորդ նախագահի հետ իրենց զրույցը, որը ամբողջությամբ դիտել եմ իհարկե, այդ զրույցից հետո կարծես թե հասկանալի է այս իշխանության ցնցումների մեջ ընկնելը եւ դրա հետ միասին նաեւ մենք ունեցանք մի քանի այլ իրադարձություններ, որոնք կարծես օրակարգը թեքել էին ընդդիմության դաշտ, Նարեկ Կարապետյանի հարցազրույցը ամերիկյան բազմա միլիոնանոց լսարանի առաջ, ինչպես նաեւ երկրորդ նախագահի հարցազրույցը, այս բոլորը ահազանգում են, թե ինչ վիճակում է գտնվում մեր երկիրը եւ տղաները դա բարձրաձայնում են եւ իրենք հասցնում են աշխարհասփյուր հայերին այս իրավիճակը շատ կարևոր աշխատանք են անում եւ այս հարթակը իրենք տեսնում են, իրենք ումից որ իրենք վախ են զգում, վտանգ են տեսնում, այդ մարդիկ հիմա փակի տակ են գտնվում, դրան են ականատես լինում։ Տեսեք, իշխանությունը սովորաբար ճնշում է հայն քաղաքացիներին, քաղաքական գործիչներին, եւ շարքային քաղաքացիներին, որոնք դեմ են արտահայտվում իրեն։ Դուք մտավախություն չունեք, որ հերթը կարող է ձեզ հասնել։ Ես կարծում եմ, որ իշխանությունը շատ լավ գիտի, որ իրենց դեմ արտահայտվող մարդկանց քանակով իրենք բանտախցեր հաստատ չունեն, իրենք շատ լավ, մեզնից լավ գիտեն, թե ինչպիսի ցածր աջակցություն կա հանրության շրջանում իրենց նկատմամբ, ամեն օր ենք դրան առնչվում, տեսնում ենք դա, եւ դեռ եթե մի 10-15% մեր բնակչության ինչ որ կերպ լռում է կամ սատարում է այս իշխանություններին, դա դեռ չի նշանակում, որ դա հանրության մեծ ամասնություն է, չէ, բոլորովին նման վախ չունեմ, ես կարծում եմ մենք ապրում ենք ազատ երկրում, ազատ խոսք արտահայտելուց, մեր կարծիքը արտահայտելուց, այս իշխանություններին հատկապես այս իշխանություններին քննադատելուց ոչ մի վախ չունեմ, ես նաև կարծում եմ, որ այն մարդիկ, ովքեր կկարողանային առաջնորդեն մեր հանրությանը, երևի հենց այդ է պատճառը, որ ես կամ իմ նման քաղաքացիները, ովքեր բնականաբար դեմ են իրենց հետ դեռ բանդում չեն, որովհետև իրենք այդ վտանգը չեն զգում, անմիջապես երբ որ մեր հանրային գործիչներից, հոգևոր գործիչներից ինչ որ մեկը որևէ հույս է նշնչում այս ժողովրդին, առաջնորդի դերում է փորձում հանդես գալ, այս իշխանությունները շատ արագ լրացնում են այդպիսի օջախները եւ եթե նայեք դուք ովքեր են հիմա գտնվում բանտում, շատ բարձ կդառնա ձեզ համար։ Դուք որպես սովորական քաղաքացի, ձեր կարծիքով ինչպիսի հատկանիշներ պետք է ունենա առաջնորդը, որի հետևից դուք կգնաք եւ որը կառաջնորդի։ Ես կարծում եմ մենք միշտ ունեցել ենք նման առաջնորդներ, մեր երկրի ղեկավարները միշտ էլ
առաջնորդվել են մեր երկրի, մեր ժողովրդի, մեր ազգային շահերով, բոլորը ունեցել են որոշակի ներքին կառավարման սխալներ, միգուցե արտաքին կառավարման սխալներ, բայց դա չի նշանակում, որ մեր երկիրը չի առաջնորդվել դեպի զարգացում, դեպի բարելավում, Ղարաբաղյան հարցի բանակցությունների առաջ մղում, հայկական շահերին համահունչ։ Ես իհարկե հիմա 21-րդ դարում, հատկապես եթե պիտի ընդգրկենք երիտասարդությանը, առաջնորդների մի քիչ ավելի պահանջները միգուցե պիտի տարբերվեն, բայց գիտեք, վերջերս սոցիոլոգիական հարցումներն էլ ցույց են տալիս, որ երիտասարդությունը, հատկապես այդ 18-ից 28 տարեկան երիտասարդությունը, ում մենք սովորություն ունենք մեղադրելու անտարբեր լինելու մեջ եւ անընդհատ իրենց հեռախոսների մեջ, պարզվում է, որ իրենք բավական տեղեկացված են, շատ լավ պատկերացնում են մեր երկրի իրավիճակը, իրենք են այդ առաջնորդի փնտրտուքի մեջ։ Կարծում եմ ազգային արժեքները, ինքնությունը առաջին տեղում են ինձ համար, մեր ժողովրդի շահերը առաջ մղելու խնդիրը ինձ համար առաջին տեղին կլինի, անկեղծությունը, անձնազոհությունը, ոնց որ Բագրատ Սրբազանն էր դրսևորել, այդ անշահախնդիր հայրենասիրությունը եւ Բագրատ Սրբազանը այսօր հենց դատարանում ասում էր, որ ինքը պայքարելու է Արցախի, կորսված Արցախի եւ մեր հայրենիքի համար, անկախ նրանից թե ինքը որտեղ է գտնվում։ Եվ եթե որ ինքը ասում էր նույնիսկ գերեզմանում եմ պայքարելու եւ ես դրան հավատում եմ, որ իր գերեզմանն ենք մենք տանելու սերունդներին, հետագա սերունդներին, Աստված իրեն շատ երկար կյանք վարքեվի, բայց նույնիսկ այնտեղից է ինքը առաջնորդնելու մեր սերունդներին, ոնց որ մեր կաթողիկոսները, հոգեվոր հայրերը արել են դարեր շարունակ։